Վայք ունգավ մեջը, հեսա, ունգավ մեջը նայք, ջարդեց մի բան։ Մեկ օրվա ընթացքում քանի անգամ է ձեր ավտոմեքենան փոստ ընկնում։ 30։ Մինչ կփորձեք հիշել ու հաշվել, Երևանի փողոցներում գուցե հենց այս պահին նոր փոսեր են ավելանում, եղածներն էլ ավելի խորանում։ Վերջին տարիների պատմությունը նույնությամբ կրկնվում է։ Ձմռան ավարտին ձյունը հալչում է, մայրաքաղաքի փողոցների ասֆալտն էլ քայքայվում։ Կամ պետք է փորձել շրջանցել, Փորձում ենք խուսափենք, էլի, որ ասեմ այտենց բոլոր փոսերից կարող եմ խուսափեմ, չէ, բայց դե փորձում ենք, էլի։ կամ էլ ընկնել փոսը վնասելով ավտոմեքենան։ Պաշտոնական պարզաբանումն էլ նույնն է։ Ձյունը եկել, օգտագործված աղն է պատճառը։ Մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ։ Քաղաքապետը մի քանի օր առաջ գրեթե նույնությամբ կրկնեց 2 տարի առաջ տված պատասխանը։ Մեծ ծավալի աղ ենք ցանել։ Այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել։ Մի քանի օր առաջ քաղաքապետարանում հայտարարեցին, թե արդեն այս շաբաթ կիրակի կսկսեն փակել փոսերը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեծ ծավալի աշխատանքների անհրաժեշտության մասին է խոսում։ Երևանի անմխիթարներից Արինբերդի փողոցով օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող Մհեր Մուրադյանն էլ հիշում է, ինքն այս հարցով վաղուց է ահազանգել։ Անտանելի է, թե ոչ մի աշխատանք չի իրականացվում։ Այս վերջում էլի զանգել էի, ինձ ասեցին բան կանենք, թող ձները հալվի, շինարարական աշխատանքներ սկսենք, բայց նայում եք, ձները եւ անիսն հալվե ու փողոցը նույն վիճակն է։ Մուրադյանը քաղաքային իշխանությունների պարտավորություններին շատ լավ ծանոթ է։ Ընդգծում է ինքն ու իր նման 100 հազարավորները հարկեր դուրքեր են վճարում, որ քաղաքում այս պատկերը չլինի։ Մենք ճիշտ է, տեխաս մոտ ենք անում գույքը հարկ ենք տալի, այս փողոցների համար է, չէ, գնում է ոնց որ ասած այս մեր վճարած գումարները գնում է փողոցի համար, բայց տենում եք։ Մինչ մարդիկ սպասում են, թե երբ են քաղաքային իշխանությունները տեղից շարժվելու, մայրաքաղաքի խնդիրների մասին պարբերաբար ահազանգող բլոգեր Էդուարդ Հայրումյանը հետ չմնալով թրենդից փոսերի մասին պատմելու յուրօրինակ տարբերակ է ընտրել, դրանք նմանեցնելով վարչապետ Փաշինյանի հայտնի ժեստի նշանին։ Սիրելի ժողովուրդ, Երևանի փողոցներում լոկ փոսեր չեն, ուղղակի մոռացեք փոն աղդիրի մասին եւ վայելեք այն սերը, որ մեր սիրելի քաղաքի ճանապարհներն են մեզ տալիս։ Իդեպ հետաքրքիր է, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանից վերադարձած փոխնախագահ Ջեյդի Վենսին հարցրել է երևանյան ճանապարհների մասին։ Ըստ նախագահ Թրամփի, երբ վարչապետ Փաշինյանն էր Վաշինգտոնում, իրեն ասել է, որ Հայաստանում դրանք ավելի լավն են։ Ասացի, ինչ եք մտածում։ Ասաց, դե Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում։ Սա ամոթալի է։